երբ որ Նիկոլ Փաշինյանը չկար, Հայաստանում խաղաղություն Այո, նաև հենց Նիկոլ Փաշինյանը եկավ, Հայաստանը առնվազն 3 պատերազմ ունեցել եւ 3 պարտություն ունեցել։ Խայտառակ, 3 խայտառակ պարտություն եւ դրանց բոլորի հեղինակն ու իդեպ ինքը գիտես, ինքը պարտությունների մասնագետ է, մեծագույն մասնագետ է, ինքը միշտ ես մեր հաղորդման ժամանակ եմ միշտ ասել Մերի նկատի ունես հրապարակի մեր հաղորդման podcast-ի ժամանակ եմ ասել Նիկոլ Փաշինյանը համաշխարհային պատմության մեջ միակ մարդն է, որը պարտությունը գովերքել է միակ մյուսները ամանչել են ինքնասպանություն են գործել ամոթուց գետին են մտել բայց ես քեզ ասեմ Նիկոլ Փաշինյանը բոլոր պարամետրերով է էքսկլյուզիվ ինքը պատմության մեջ միակ մարդն է որը առաջին դեմքը լինելով հանդերձ հայհոյախոսությունը բերել է որպես էթիկա երկրում կիրառել է բոլոր ոլորտներում ընդ որում շատ հաճախ շինելու դոմփելու չգիտեմ ինչ սարսափելի ձևակերպումներով հիմա որոշել է որ պիտի կանոնակ գիրք ստեղծի ու պիտի այդ հայհոյախոսությունը սահմանափակվի այսօր իր ելույթում ինչ որ մի պահի ոնց որ թե ուզում էր ինչ որ տենց պորտկում ունենար ասեց ոյ չբանանամ չհայհոյախոսեմ որ իմ դեմ վարույթ չհարուցվի մեր կուսակցությունում վարչական ինչ չգիտեմ ինչ պատասխանատվության չի ենթարկել այսինքն քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանին ինքը կալանավորում է պետական ապարատի ամբողջ ուժը կիրառելով հայհոյանքի իբր թե համար ընդ որում Նարեկը вообще հետույք բարի համար է նստած չգիտեմ ձեր եթերում ժողովուրդ կարելի է հետույք բառը ասել ես վախենում եմ բանը եթե կոնկրետ մարդու հետույք նկատի ունես չի կարելի բայց եթե ընդհանուր ես ասում կարելի է իմ հետույքի մասն չի կարելի կներեք էլի չի ուզում անկեղծ չի ուզում բայց դու հասկանում ես բայց ասենք որ դա բան Նիկոլ Փաշինյանի չի վերաբերում չէ որ կալանավորի քեզ անկար բացարձակ չի վերաբերվում չգիտեմ ինչ կոնտեքստով է Նարեկը հետույքը ասել բայց հետույք բառի համար է այս պահին նստած մարդը այդ մարդը իրավական բոլոր սարսափելի հա ռեպրեսիվ մեքենան կիրառում է իր անդիմախոսներին ձերբակալում կալանավորումը իսկ ինքը ասում է ԿՊ-ի կարգապահական կանոնագրքի, չգիտեմ, վարույթ, բան։ Բայց Նարեկը իր հոդվածում, Նարեկը Սամսոնյան, իր հոդվածում, որը ես կարդացի, դրա մասին ուղիղ ասում է Նիկոլ Փաշինյանը փաստորեն ինքը խախտելով օրենքը, դրա համար պատասխանատվության չի ենթարկվում, որովհետև ի վերջո ինքը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ասել է ես բազմաթիվ անգամ զբաղվել եմ հայհոյախոսությամբ եւ ասում է դատախազները այդ քննչական կոմիտեն եւ այլն ասելու է վաղը միշտ որ գործով քննություն գնա ասելու է ախպեր ջան ես հրապարակայնորեն մեղքս ընդունել եմ ես ինչ մեղավոր եմ մի բան էլ եկեղեցում ապաշխարել եմ հա մի բան էլ ապաշխարել եմ ես ինչ մեղավոր եմ որ այդ քննիչները չեն եկել ինձ կալանավորել ԱԾ-ին տնօրենը այն որ պետք է ցանկով մարդ նստածներ են քո ցանկով այն բանով պլանով այո ասենք պլանը դու պատկերացնում ես որ ասենք ԿՊ-ականներին կալանավորեր պլանի ինչպիսի գերակատարում կլներ հանճար է հրաշալի ես առաջարկում եմ քայվոր մեր հյուրը արդեն տաղավարում է առաջարկում եմ դիտենք Նարեկ Սամսոնյանի կնոջ Լուսինե Արաքելյանի տեսանյութը որում նա անդրադառնում է Նարեկի քրեական գործի դրվագներից մի մասին մեկին Գիլգի գործով այդ դրվագին որը արդեն ոնց որ թե ավարտվել է արդարացվել է այդ գործով Նարեկը ու առհասարակ Լուսինեն կարևոր գործ է անում էլի ոչ միայն իր ամուսնու համար է պայքարում այլև ինձ թվում է այդ քաղբանտարկյալների ընտանիքների ձայնն է բարձրացնում որը մեր հասարակությունում չգիտես ինչի դսելի չի, հա, մեր մոտ ընդունված չի, որ կանայք, մայրերը, երեխաները այդ պայքարին ոնց որ ներգրավեն, իսկ այս Լուսինեի արած գործը իրականում շատ կարևոր է։ Ոչ միայն sense տեսահոլովակների տեսքով, այլ նաև տարբեր դեսպանատներ են դիմում, այդ հոլովակները փոխանցում են դեսպաններին, տարբեր միջազգային կառույցներին, մի խոսքով դարձնում են քաղբանտարկյալների ձայնը, ընտանիքների իրենց ձայնը լսելի տարբեր հարթակներում։